Ըստ էության հետևյալը ունենք մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ արձանագրվել է 10.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ արդեն այս արդյունքի համադրումով հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիս ամսվա նկատմամբ արձանագրել է 5.7% տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, հարգելի գործընկերներ, որ մայիսին էլ մենք ունենք բացարձակ ռեկորդ Հայաստանում արձանագրված աշխատատեղերի, մայիսին Հայաստանում աշխատավարձով ապահովված 790.320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավել է 242.331-ով կամ 44%-ով, այսինքն 2018 թվականի մայիսի համեմատ 242.000 աշխատատեղ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում, աշխատավարձային ֆոնդը աճել է 2018 թվականի մայիսի համեմատ 146 միլիարդ դրամով կամ 151%-ով, այսինքն աշխատավարձի ֆոնդը 2.5 անգամ աճել է, եկամտային հարկի հետ կապված շատ կարևոր ցուցանիշ կա, եկամտային հարկի ցուցանիշը 2018 թվականի մայիսի համեմատ կրկնապատկվել է։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ մենք եկամտային հարկի դրույքաչափը նվազեցրել ենք ըստ էության սահմանելով համահարթ եկամտային հարկի դրույքաչափ, բայց արդյունքում հարկային եկամուտները կրկնապատկվել են, ավելի քան կրկնապատկվել են 101%-ով, իսկ միջին աշխատավարձը արձանագրված աճել է 74%-ով։ Այս ցուցանիշները կարող են բերել նաև 2024 թվականի մայիսի համեմատությամբ, աշխատատեղերը աճել են 38.000-ով նախորդ տարվա մայիսի նկատմամբ, աշխատավարձային ֆոնդը աճել է 10 միլիարդ դրամով, հարկային եկամուտները, եկամտային հարկը աճել է 15 միլիարդ դրամով, իսկ միջին աշխատավարձը աճել է 11.000 դրամով։ Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են։ Իհարկե նաև մեր տնտեսության ներսում էլի կառուցվածքային որոշակի խնդիրներ տեսնում ենք, այսօր ես տեսա, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն է մայիսին որոշակի նվազել, դրա բացատրությունը նախարարի մեկնաբանությամբ այդ թվում ներքին պահանջարկի որոշակի նվազում է, համեցեք պարոն Ղուդատյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նվազումը պայմանավորված է ինքնավար կայանների արտադրածով, երբ որ տնտեսությունները հիմնականում փոքր տնտեսությունները մինչև 15 կիլովատ իրենք արտադրում են, այդ պայն իրենք սպառում են եւ դա չի արտացոլվում մեր արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ, դրանով է պայմանավորված, որտեղ վերջին տարիներին արևային կայանների թիվը էականորեն ավելացել է եւ մենք այս պայն ունենք տեղադրված արդեն շուրջ 770 մեգավատ հզորությամբ կաններ, ինչը մեր ատոմային էներգակայանի կրկնակի հզորությունն է, եթե ավելի պատկերավոր ներկայացնեմ։ Այս էլ է շատ կարևոր հանգամանք, հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշենք, որ մենք 2018, 2019, 20 թվականներին շատ ակտիվ քննարկում էինք ունենում մեր էներգետիկա աղբյուրների դիվերսիֆիկացման մասին եւ ըստ էության այս ընթացքում վերականգնող արևային էներգիայի ատոմակայանի համարյա երկու հզորության մենք արևային հզորություններ ենք գեներացրել։ Իհարկե, ես համարում եմ լուրջ ձեռքբերում, իհարկե էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է առաջացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում։ Պատկերացնեք, չնկատելով երկու ատոմակայան ենք ստացել, եւ հիմա հարցը այդ երկու ատոմակայանի ինչպես կառավարենք, դա երկրորդ խնդիրն է։ Իհարկե ուզում եմ ասել նաև, որ մենք էներգետիկայի ոլորտում գիտեք, որ ունենք խնդիրներ, այդ թվում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե process-ը չի լինի մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է
արագ եւ արդյունավետ իրականացնենք։ Իհարկե հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում։ Ես գիտեմ, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել եւ այդ թվում կառավարության գործընկերների մենք համատեղ աշխատանքով նաեւ օրենքի նախագիծ է արդեն դրվել փոփոխություն բանի օրակարգում այսօրվա ընդգրկված է եւ արտահերտ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն եւ շատ արագ ես կարծում եմ, որ այդ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը եւ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով են գնում։ Բայց ես էլի ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնամ, որ որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ընդ որում նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Ես ուզում եմ մեզ հիշեցնել նաև, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել եւ ժառանգել իրենց երեխաներին, իրենց սերունդներին կամ չգիտեմ, օգտագործել հետագայում այնպես, ինչպես իրենք են ուզում։ Ես ուզում եմ սա արձանագրեմ, որ սա մեր գործընթացների եւ մեր հարուցած գործընթացների վերջնակետերից, կարևոր վերջնակետերից եւ արդյունքներից մեկը պետք է լինի։ Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ ես ինչու տնտեսության այս ցուցանիշները կարևոր համարեցի, որ մենք քննարկենք, որպեսզի նաև մենք արձանագրենք, որ մեր աշխատանքի արդյունավետությունից է նաև կախված այս մեր տնտեսական դինամիկան եւ ի հեճուկս բոլոր կանխատեսումների նեգատիվ եւ բոլոր ջանքերի եւ բոլոր փորձերի այս process-ը տնտեսության զարգացման process-ը գնում է եւ ես ուզում եմ նաեւ իմ փորձը կիսել նախորդ թող շաբաթների, որովհետեւ այդ թեման էլ կա եւ քննարկվել է, օրինակ զբոսաշրջության ոլորտում մայիսին շատ տեսանելի եւ էական աճ ունենք եւ այդ աճի ֆիզիկական արտահայտությունը ինքս եւ իմ ընտանիքը զգացել է, օրինակ պատկերացրեք, որ Գորիսում հյուրանոց գտնելը բավականին խնդրահարույց է եւ այն պայմաններում, երբ Գորիսը ոնց որ թե իր հյուրանոցային տնտեսությամբ Հայաստանում բավական առաջատար դիրքեր ունի, ոնց որ թե Երևանից, Գյումրիից հետո ոնց որ կարծես լավ, եթե ոչ երրորդը, գոնե 4-5-րդ հյուրանոցային տնտեսությունը ունի, ինչը շատ լավ է, բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել նաև, որ սա նաև արդյունք է նրա, որ մենք Գորիսում զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրով շատ մեծ ներդրում արեցինք եւ ես վերջին իմ այցը Գորիս ցույց տվեց, որ քաղաքի կենտրոնը առնվազն ըստ էության հասել այն տեսքի, որ շատ մեծ տպավորություն կարող է թողել զբոսաշրջիկների վրա եւ իհարկե մասնավոր հատվածի մեր գործընկերներն էլ արձագանքել են, Գորիսում արդեն բավական լավ հյուրանոցներ կան։ Ես ձեզ ասեմ, որ այսպիսի մի առանձնահատկության մասին էլ ասեմ, ես 2018 թվականից եւ դրանից առաջ չեմ հիշում, բազմիցս եղել եմ Մեղրիում
եւ առավել էս վարչապետի կարգավիճակում ոչ մի անգամ չէի գիշերել մեղրի մի պարզ պատճառով, որ այնտեղ հյուրանոց չկար, որը պատվիրակությանը հնարավոր լիներ պատվիրակության կազմով մնալ եւ այս տարի առաջին անգամը, երբ որ ես մեղրիում գիշերել եմ, որովհետեւ արդեն այնտեղ նորաբաց հյուրանոց կա եւ սրանք կարծում եմ ազդակներ են, որ մենք պետքա ճիշտ ներկայացնենք եւ կարծում եմ կարևոր ազդակներ են եւ բոլոր այդ մարդկանց աշխատանքի շնորհիվ է նաեւ որ այս տնտեսական ակտիվության ցուցանիշները արձանագրվում են իհարկե նաեւ կառավարության եւ ուզում եմ մեր տնտեսության ոլորտում մեր աշխատող բոլոր մեր հայրենակիցներին ովքեր աշխատում են, արդյունք են ստեղծում եւ վճարում են օրենքով սահմանված հարկերը, բոլորին շնորհակալություն հայտնել եւ կառավարության գործադիր իշխանության մեր գործընկերներին էլ շնորհակալություն հայտնել, հույս ունենալով, որ այս տեմպը, տնտեսության այս տեմպը կարողանանք պահպանել։